եւ օրերս Կիպրոսում աջողությամբ հանձնեց։ Մաուրո Բենիտո դոս Սանտոս Նետո համար 20։ Արթուր Ասոյանը գլխավորում է Չարենց Սավանը ներկայացնող 4-րդ պաշտոնյան Դավիթ Մկրտչյանն է 6 պարտություն, ունի 21 միավոր։ Փոխանցում կենտրոն եւ Տին Մկոյան։ Պրեսինգ Մեյտեի կողմից եւ սխալվում է Դանիլա Բոկովը ու այս տեսնում ենք կրկնապատկերը որոշել էր ցածրից փոխանցում կատարել Լուլուկյան Մուսա Կանտե հարվածում է Կանտեն բարձրով փորձերը քիչ չէին ամեն դեպքում շարունակությունը այդքան էլ լավը չէր հարվածը հետեւ Սոգոդոգո այսաշատ լավ հնարավորություն է Արատի համար Յայա Սոգոդոգո եւ փոխանցում է կատարում ունեցավ մեկ խաղ նախ տեսեք փոխանցում է հետևում Աբուբակար Օտարայի ուղությամբ Մեյտե կենտրոն Լուլուկյան Սոգոդոգո եւ փրկում է Դանիլա Բոկով հիմա արեց Ալբերտ Խաչումյանը Բայց հիմա սխալվում են Արատի խաղացողները Բենիկ Հովհաննիսյան փորձեց Եվ կրկին սխալվում է Անզիմատի Աբուդուն բացվում է հաշիվը Վանը առաջացնում 76-րդ րոպեին եւ Մաուրո Բենիտո դոս Սանտոս Նետոն ասելով որ շատ քիչ է խաղի մեջ այսօր Եվ այստեղ էլ Բենիկ Հովհաննիսյանն էր մոտակայքում գոլային փոխանցում կատարեց Վանը 75 րոպե չունենալով գետ մեկ գոլային պահ Բենիկ Հովհաննիսյան ու եւս մեկ շատ վտանգավոր գրո Դավիթ Կրասովսկի մտնում է Տուգանային հրապարակ Կրասովսկի փրկում է այս անգամ Անզիմատի Աբուդուն Սիդամոնիձե Անդր Ալեքսանյանը բարբերաբար խաղում է Հիմա հենց Օբինան է գնդակով փոխացում կենտրոն եւ հաշիվը հավասարվում է 1-1 այսպես Արատը վերականգնում է հավասարությունը Կլինտոն Դոմբիլան է աչքի ընկնում երկրորդ Եվ հենց նա փոխարինման դուրս գալուց ակնթարթներանց սխալվեց ու բրցակցի կազմում արդեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ստեղծեցին այս գոլը նման տրամաբանական, ոչ տրամաբանական, բայց հետաքրքիր շղթա ձևավորված։ Ամենա վատ պահին միգուցե Արսեն Գալստյանը հայտնվեց խաղադաշտում։ Փորձում էր պահել գնդակը դաշտի սահմաններում, հավանաբար պետք է բաց թողներ։ Իհարկե, եթե իման Լուլուկյան, Օբինա, ինչ վտանգավոր արված էր։ Գեղեցիկ էր Ալեքսանյանի անցումը եւ ինչ է այստեղ Ուգանային հարված ունենք Գոր Լուլուկյան հարվածում է եւ պատը լավ աշխատեց Լուլուկյան Դոմբիլա շեղե Կլինտոն 11 ստանդարտ արդեն Վանի օգտին Հովհաննիսյանը հարվածում է եւ տեղում է Անզիմատի Աբուդունյան Դոմբիլա ներողություն այստեղ Այո, Կլինտոն Դոմբիլան էր և 11 մետրանոց է վաստակում։ Ալիֆալա Դումբիա և գրավում է դարպասը 2-1։ Դուբլ է ձևակերպում Կալիֆալա Դումբիան։ Առանց հաղթանակի Արատը շատ մոտ է առաջին անգամ 3 միավոր վաստակելու այս մրցաշրջանում։ 6 միավոր ճիշտ է էլի կլինի վերջին տեղում, բայց կմոտենա փոքրինչ Կանզասարին եւ Շիրակին։ Շատ լավ փոփոխություններ կատարեց Ռիկարդո Դիոնիսիոն։ Այս երկու գոլեսնենք ինչ է տեղի ունեցել։ Վերջ ավարտված է հանդիպումը։ Արատը հաղթում է Վանին կամային հաղթանակ 2-1 հաշվով եւ առաջին հաղթանակը 2025-2026 մրցաշրջանում